Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ակնկալիք ուներ երկու արդյունքի, որովհետև ինքը ընտրապայքարի մեջ է եւ ընտրողներին ինքը ցույց տալու բան է ուզում։ Ինքը ձախողել է արևմտյան ուղղությունը, մենք տեսնում ենք, որ արևմուտքի հետ այսօր չունենք ավելի սերտ հարաբերություններ, քան մինչև իր իշխանություն գալը։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ավելի վատացել է, քան էր, հետևաբար մնում է իր համար թուրքական ուղղությունը, որպեսզի ցույց տա երկու բան, եթե կարողանա, մեկը այսպես կոչված խաղաղության պայմանագիր, ասելով որ ես հարաբերությունները բարելավել եմ, տեսեք, ինչպես ինքն է ասում, ավելի ինքնիշխան ենք, ազատվելով Արցախից, մենք խաղաղության ենք հասել, ինքը թուղթ պետք է, որի վերնագիրը լինի խաղաղություն բառը վերնագրի մեջ։ Արդյունքը ինչ կլինի դա էական չի, բայց ինքը չասավ ոչինչ, Ալիևը թողեց գնաց եւ անգամ հետը չհանդիպեց, այսինքն գոնե ձևականորեն մի հայտարարությունից մի տողել չգրվեց, որ մի քայլ ավել են գնացել։ Մյուս խնդիրը, որ ինքը տարիների վեր խոսում է եւ ուզում է ինչ-որ չափով ավել լուծացնի, հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված բարելավում է, շատ ծանր գնով մեզ համար, օրինակ սահմանի բացումը, դրան էլ չենք ասել։ Դրա համար դատելով արդյունքներից, արդյունքը իր համար զրոյական է, մեզ համար, հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության համար բացասական։ Խաղաղության մասին փաստաթուղթը եւ խաղաղությունը երկու տարբեր բան են։ Կարելի է 50 հատ փաստաթուղթ ստորագրել, բայց եթե ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է, չունենալ այդ խաղաղություն։ Այն, որ Էրդողանն է հրավիրել, դա հայկական կողմից ավելի շատ տարածվող լուրերը, բայց կան աղբյուրներ, որ հայկական կողմն է խնդրել Էրդողանին, որ հրավիրի։ Բայց դա դրանք մի կողմ, դա էական չի։ Փաստը մնում է փաստ, որ տեղի ունեցել հանդիպում։ Այո, Էրդողանը կարիք ուներ այս հանդիպման, որովհետև ինքը եվրոպացիներին եւ արևմուտքին պիտի ցույց տա, որ ինքը եւս խաղաղության կողմնակից է։ Եթե հիշում եք, հենց 3 հայտարարությունները իրենց հայտարարության մեջ այն էր, որ ոչ միայն հարավային Կովկասում, այլ ամբողջ տարածաշրջանում, աշխարհում խաղաղության համար Թուրքիան պայքարող է եւ այլն։ Սեվականորեն այս արում եւ եթե հիշում եք, թուրքական հայտարարության մեջ առաջին հարցը, որը շոշափում էր խաղաղության, դա Իսրայել-Իրան հարցն էր, որովհետեւ Իսրայել Թուրքիա հարաբերությունները շատ ծրված են, ինքը պիտի արևմուտքի առջև արդարանա ասելու համար, որ ես դեմ չեմ Իսրայելին, մենք չէ, ինչ որ բաներ ասում ենք, բայց դա չի նշանակում, որ Իսրայելի դեմ ենք, որովհետև գիտեք, Հայաստանի դեմ շատ բան կարելի է խոսել անպատիժ, Իսրայել դեմ գրեթե դա հնարավոր չի։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, մի փոքր ավելի ուշադրություն դարձնեն նախորդ օրը, այսինքն Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինչ խոսեցին եւ ինչ քննարկեցին, հետեղից էլ դատողություններ անենք, արդյոք ձգտումը Էրդողանի իբր հարաբերությունները բարելավել ինչքանով է անկեղծ։ Այդտեղ Էրդողանը արտասանեց Խոջալույի ցեղասպանության մասին բանաստեղծություն գրված, հիշեցին Խոջալույի ցեղասպանությունը եւ այլն, հաստատ ոնց որ ասած դա բարելավմանը չի օգնել, եթե իրանք մեզ ստիպում են եւ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի համաձայն է ուրանալ հայոց ցեղասպանությունը, մի ինչ որ պատերազմական միջադեպ, որը հաստատ ցեղասպանություն չէր եւ որի մեջ հայկական զինված ուժերը ներգրավված չէին, առավել եւս հայոց պետականությունը, դրա մասին խոսել բարձրաձայնել էլի պատահականություն չէր։ Հետևաբար, այսպես ասենք, այս այցը մանր փոքր բաներ կտա հաղթաթղթեր կտա Էրդողանի ձեռքը, Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի կա։ Իհարկե, հիմա Նիկոլ Փաշինյանը կգա եւ ելույթներ կունենա, այսպես մեծախոս որ գիտեք, անդախադեպ, պատմականորեն, չգիտեմ ինչ, բայց հարցը մնում է հարց, որևէ էական պայմանավորություն տեղի չի ունեցել։ Ամերիկացիները մի ձևակերպում ունեն բարի եւ չար ոստիկանների մասին, հիմա չար ոստիկանը Ալիևն է խաղում, բարի ոստիկանը Էրդողանն, ինչ որ Էրդողանը անգամ այսպես պապայի մեծ հոր ինչ որ դերակատարություն ունի եւ այլն։ Բայց այստեղ միայն խոսքերը չեն։ Նախիջևանում ընթանում է զորավարժություն ադրբեջանական եւ թուրքական զորքերի մասնակցությամբ եւ որպես ասած հավանական թշնամի կամ թշնամիներից մեկը դա Հայաստանի Հանրապետությունն է հաստատ միաժամանակ ընթանում են այլ զորավարժություններ Կոնյայում հատուկ զորքերի եւ հատուկ բան եւ այլն տարին իրենք
մի տասնյակ եւ եթե ոչ ավել զորավարժություններ են անում։ Իրենք ունեն Շուշիի հռչակագիր, այ հիմա այդ հարցը ընդհանուր երազել։ Շուշիի հռչակագրի մեջ հստակ գրված է նպատակները։ Միացյալ բանակի ստեղծում, չգիտեմ, այդ համաթուրանականություն, երկուսն էլ անդամ են եւ առաջավոր անդամ են թուրքական պետությունների, անգամ Բաքուն հավակնում է լինել թուրքական պետությունների մայրաքաղաք, որտեղ աշխարհագրորեն Թուրքիայի եւ Միջին Ասիայում չէ եւ այլն։ Գիտեք, վերցնել այս մի օրվա դրվագը եւ դրա վրա շեշտելու քարոզչությունը իշխանական եւ դրանից վերլուծեն սխալ է, որտեղ պիտի նայել, այո, ինչ երազանքներ ունեն, ինչ քայլեր են արել, ինչ հայտարարություններ են։ Չմոռանանք նույն Էրդողանն էր, որ Բաքվում շքերթի ժամանակ 20-20 դեկտեմբերին հայտարարեց, որ մեր վերևում թևածում է Էրդողանի կներեք Էնվերի ոգին։ Մարդը բացահայտորեն Էնվերի ոգու մասին, այսինքն խոսած, մեկ ամիս առաջ Անկարայում նոր հուշարձան հուշատախտակ բացվեց Թալիաթին նվիրված եւ այլն։ Դա այն պետությունն է, որը ոչ միայն չի դատապարտում իր ցեղասպան անցյալը, այլ նաեւ դրանով այսպես պանծացման քաղաքականություն է տանում։ Հետևաբար այս դրվագը որևէ բան չի տալու, պարզապես գիտեք, ես խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողներին ուշադիր նայել Էրդողանի հայացքին, թե ինչ հայացքով է ինքը նայում Փաշինյանին։ Հասկանում եք, դա արհամարանքի եւ զզվանքի հայացք է։ Մեկ նայեք հասկացեք, որովհետեւ ինքը հասկանում է, որ այդ մարդը իրենց օգտին է խաղում Փաշինյանը, բայց միևնույն է չի կարող իր զգացումները պայել, որովհետև որևէ մեկը անգամ թշնամուն չի արգում, եթե թշնամին ուրանում է սեփական ազգի եւ պետության շահերը։ Նիկոլ Փաշինյանը այս իր քաղաքականությունը իրականացնում է առնվազն 22 թվականից։ Եթե այն հայտարարությունները դրա նախորդող մոռանանք, ասում եմ առնվազն 22 թվականին, հիմա 20, ասենք առնվազն 2.5-3 տարի։ Ամբողջովին համաձայն է բոլոր պայմանների հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի 17 կետանոց պահանջ են ներկայացրել, համաձայնել է նոր պահանջ են ներկայացրել, էլի համաձայնել սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Հիմա ասում եմ հաջողություն։ Եկեք մի հատ հասկանանք ուր է այդ հաջողությունը։ Միակ հաջողությունը ուզում էին ցույց տալ այն էր, որ հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրի քաղաքացիների համար, դա էլ չկա։ Մենք երբ որ նայում ենք Թուրքիա-Ադրբեջանի հայտարարություններին, պաշտոնական անձանց փաստաթղթերին, Հայաստանը չի դիտարկվում որպես բարի հարևան։ Հայաստանը ընդհանրապես դիտարկվում է որպես թիրախ։ Երբ որ մենք նայում ենք այն քարտեզներին, որոնք իրենք տարածում են, խոսում են հատկապես Ադրբեջանը, որտեղ Թուրքիան մի քիչ ավելի զուսպ է իրան պահում, թեև ես վստահ եմ Թուրքիան լրիվ համաձայն է ադրբեջանական քաղաքականության հետ, պարզապես ինքը չուզում հարաբերությունները փչացնի արևմուտքի հետ։ Ալիևը արդեն փչացել է, ոնց որ ասած ջուրն ընկած անձրևից չի վախենում։ Այդ պաշտոնապես աջակցող արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ այդ ամբողջ գործունեությունը, կազմակերպությունը, պահանջը, արդյոք դա բարի դրացիություն է, ոչ, դա քողարկված ծավալապաշտություն է, որտեղ բոլորը հասկանում են, որ եթե խոսքը գնում է ինչպես են 300,000 ադրբեջանցիների վերադարձ իրենց պատմական հայրենիք եւ նրանց ամենաանվտանգության ապահովման երաշխիքներ եւ չապահովելու դեպքում մենք ենք, մենք ասելով նկատի Թուրքիան եւ Ադրբեջանն ենք դա անելու, այսինքն զորք ենք մտցնելու, դա ոչ խաղաղության, ոչ էլ բարի դրացիության մասին է։ Նիկոլ Փաշինյանը իր ենթադրածները, իր ցանկությունները, այդ որ ասում է հավատանք, այդ իր հավատը դնում է քաղաքականության հիմք եւ նրանց կողմից էլ անկան։ Երբ որ ինքը ասում է Արաքսից այն կողմ արևմտյան Հայաստան չի, այլ Թուրքիա, իսկ արդյոք Թուրքիան ասում է, որ Արաքսից հյուսիս դա Հայաստան է եւ Ադրբեջան չի։ Մենք նման բան չենք լսել։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, թե որևէ մեկը նման լիազորություն իրեն չի տվել, արդյոք լսել ենք երբևէ Ալիևը նման բան ասի, չի ասել։ Իսկ քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ամենակարևոր սկզբունքներից մեկը դա փոխադարձությունն է։ Մենք այդ փոխադարձությունը չենք տեսնում, ընդհակառակը մենք տեսնում ենք, որ ամեն հետքայլին
հաջորդում է երկու քայլն իրենց կողմից երկու պահանջի ավելացում։ Կրկնում եմ, 17 պահանջ ընդունելուց հետո նրանք պաշտոնապես 2-3 առաջ քաշեցին, մի քանի հատ էլ արևմտյան կազմակերպության անունի կողմից։ Այստեղ կարող է հարց առաջանալ, ինչու է Նիկոլ Փաշինյանը անում։ Նիկոլ Փաշինյանը անում է իր աթոռը պահելու համար։ Ինքը հիշում եք մի ֆիլմ կար սովետական, это сладкое слово свобода, այդ քաղցր բառը ազատություն, Չիլիի կոմունիստների բառն է։ Հիմա կա մի շատ քաղցր բառ խաղաղություն։ Ինքը այդ խաղաղություն բառն է ծախում։ Ինքը գալու է, ինչպես Չեմբերլենը եկավ ժամանակին եւ sense թուղթեր ցույց տալի այդ Մյունխենի դավաճանակը, որ ես ձեզ խաղաղություն բերեցի առաջիկա 20 տարի համար, ինքը գալու է ասել է բոլոր այս կուսակցությունները Մևերրա, բոլորը պատերազմի կողմ են, ասում են, չէ, այ որ Սասնա Ծռերը իշխանության պատերազմ կլինի, մենք խաղաղություն ենք բերելու, դրանից հետո երկու պատերազմ եղավ, երկուսում էլ ջախջախիչ պարտություն կրեցինք։ Հիմա նույնը ինքը անելու, ինչի է դառնում, որտեղ ցավոք սրտի ժողովրդի մեծ մասը այդ կուտը ուտելու է։ Այդ կուտը ուտելու է 26 թվին, ինքը ասել ես բերում եմ դες խաղաղություն, տեսեք իրանց թեզը ինչ է, դե կռիվ եք ուզում, իբր իրանց բերած է խաղաղությունը, մյուսներն ասում են դե կռիվ եք ուզում, երբ որ ժողովուրդը չի կարողանում խորանը դրա մեջ, չի հասկանում, ուղղակի չունի այդ հո իրենք մերպես ամեն օր չեն նստում, կարդում, վերլուծում, մարդիկ իրանց առօրյա հացն են ազիվ վաստակում։ Եվ բնականաբար երբ որ դու մարդուն ասում ես դու խաղաղություն ես ուզում, թե պատերազմ, ասում է խաղաղություն, դու բարի դրացություն ես ուզում, թե պատերազմ, ասում է բարի դրացություն, բայց իրականության մեջ են սա, ինքնան կեղծիք են, իրանք սին հույսեր են ծախում ժողովրդին։ Դրա համար շատ բան է, խաղաղության համար մենք ասել ենք, դու պիտի ունենաս դաշնակից, օրինակ եմ, Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Իսկ մենք տեսնում ենք, չէ, այս պատերազմների մեջ ով է հաղթում, նա ով որ ունի դաշնակիցներ եւ ով որ ունի աջակցություն։ Իսկ Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Թուրքիային։ Բանակցությունները սակարկություններ են։ Այսինքն դու ինչ որ մի բան զիջում ես, ինչ որ մի բան ստանում ես։ Հայաստանը երկու հաղթաթուղթ ուներ Թուրքիայի հետ բանակցելու։ Դա մեկը ցեղասպանության ճանաչման հարցն էր, դատապարտման եւ հատուցումների հարցը, մյուսը տարածքային հարցը։ Երկու հարցում էլ Նիկոլ Փաշինյանը արդեն զիջել է ոչինչ չստանալով։ Ինչի Թուրքիան պիտի ինչ որ դիրքորոշում փոխի։ Արդեն ստացել է ինչ որ պետք է։ Սա է հարցը, այսինքն մարդիկ տարական պատկերացում անգամ չունեն բանակցությունների մասին, դրանք սովորացնում են, թե համար պետք էր մի երկու համալսարան ավարտել այդ մասնագիտությամբ, լավագույն ոչ հայաստանյան, որ հասկանալ ոնց են բանակցում, ինքը չի հասկանում որևէ բան, ինքը իր հաղթաթղթերը արդեն տվել է, իր հետ որևէ մեկը հաշվի չի նստելու։ Հայոց ցեղասպանության հարցը եւ այդ հարցը անընդհատ բարձրացնելը եւ պահանջատիրության հարցը Հայաստանին դնում էր աշխարհի առումով կարևորագույն երկրների ցանկում եւ եթե Հայաստանը անհամեմատ ավելի մեծ տեղեր գրավում աշխարհակաղակական հարաբերություններում իսկ տնտեսության տարածքի բնակչության հետ անհամեմատելորեն դա հենց դա էր որտեվ կային այս երկու հարցը հայոց ցեղասպանության հարցը եւ հայոց պահանջատիրության հարցը այսօր այդ երկուսը Նիկոլ Փաշինյանը ասենք համարյա թաղել է հետեւաբար Հայաստանը վերածվում է մի բանդուստանի, որը ոչ մեկին ընդհանրապես չի հետաքրքրվելու։ Որևէ մեկին Հայաստան այդ առումով պետք չի լինելու, որովհետև այս երկու նշածս հարցերը սրանք հարցեր էին, որոնք այդ երկրների շատերի վրա մեղքի եւ պատասխանատվության զգացում էին տնում, զգացողություն եւ ինչ որ քայլեր անելու, դա հնարավորություն էր տալի Թուրքիայի վրա լծակներ օգտագործելու եւ այլն։ Դա հնարավորություն էր տալիս այդ հարցերը օգտագործելու տարբեր այդ միջազգային ֆորումների մեջ։ Հիմա Հայաստանը եթե դրանք չունի, Հայաստանը 2.5 միլիոն բնակչությամբ 29000 քառակուսի կիլոմետր ելք ունենալով դեպիցով ինքը ինչի՞ պիտի հետաքրքրի աշխարհում որևէ մեկին, որևէ մի լուրջ երկրի։ Հա, մի հարց էլ կար, որ էլի հետաքրքրում է, դա Հայաստանը որպես առաջին քրիստոնյա պետությունն էլ էդ էլ է ուզում թաղածելնի։ Հիմա անգելա դրա հետևից, այն երկուսը համարում է, որ բարեհաջող ձևով թաղեց, ինքը բոլոր են հաղթաթղթերը, որը մեզ համար կարևոր են եւ կարող են օգտագործվել հօգուտ Հայաստանի, ինքը ոչնչացնելով հերթով գնում է։ Եվ սա է, որ շատերն ասում են, ինքը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը եւ ինչ որտեղ էլ ռուսական, հենց դա է, որտեղ
100 անգամ եմ ասել, Աստվածաշնչյան ճշմարտությունից ծառը պտուղից է իմացվում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ինչ է խոսում, կարևոր է, բայց առաջնային չի։ Ասենք, արևմուտքի հետ հարաբերությունները լավացնենք, ժողովրդավարություն, ոչ ժողովրդավարություն ունենք, մարդուն մի նախադասության համար ձգելով, ենթադրելով, չգիտեմ ինչ, կարան կալանքի ենթարկեն, ոչ տնտեսական զարգացում ունենք, առաջ մեր թիվ 1 գործընկերը առևտրային Եվրոմիությունն էր։ Բայց հիմա Ռուսաստանն է, այդ ո՞նց եղավ հակառուս Նիկոլի օրոք Ռուսաստանի դերակատարությունը գնալով տարեստարի շատացավ Հայաստանում։